Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-25 թվականների ծրագրի ցուցանիշները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ։ Զեկուցվել է, որ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254։ Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին, պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ։ Վարչապետը հանգստյան օրերին շարունակել է իր մարզային այցելությունները, Նիկոլ Փաշինյանը եղել է Լոռիում և Տավուշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզայցի երկրորդ օրը եղել է Աղթալայում, ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման։ Փոխարենը կառուցվել է M6 Աղթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր երկրորդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 միլիոն դրամ։ Պողպատեի երկրորդ կամրջով նախատեսվել է լուծել նաև տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն։ Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են Խարկով բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։ Կառավարության ղեկավարը նաև Տավուշում է եղել։ Բերթավանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ղալինջաքար ամրոց։ Եթե վերցնենք զուտ պատմական տեսանկյունից 1123 թվականին առաջին անգամ ամրոցը հիշատակվում է եւ ըստ էության կապված է Դավիթ Անհողունի հետ։ Դա Թուրքիան թագավորության Տաշիր ձորագետի կառավարիչների քաղաքների ճյուղից էր եւ 1983 թվականին այս տեսքով վերականգնել են։ Բայց պրոֆեսիոնալներն են։ Հա, Հրաչիկ Կասպարյանն է, ճարտարապետ։ Շատ հայտնի չի, պետք է մի քիչ բան անենք, ակտիվ պատմենք։ Բայց ինքը իսկապես տուրիստների գալի տեղը է, շատ։ Իհարկե, տուրիստները ման են գալիս, եկեղեցին ներքևի։ Տավուշում վարչապետի հաջորդ կանգառն Իծաքարն է եղել։ Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ խոսել է իրենց համայնքում իրականացվող և նախատեսվող ծրագրերից։ Ծրագրեր ունենք, որից դուք էլ խաբար չեք, ոչ հետաքրքրվում եք, ոչ մենք ենք ասում։ Բարելյան օրացենք մեկը ասում, ռոդրը սովորել են, երկու մայետ հեկտալի են անգամ որ խոսում եք գիտեք, չէ։ Ճիշտ է, ասում։ Դու ես շատ էր լսում ձեր ամեն մի գելուց։ Վերջապես կարացի ասես որ ժողովուրդին սովորցրել են աշխատել։ Նա այն որ ասում աղքատ են դարձել ու միշտ դարձել աղքատ։ Ահա, վերջապես մի մարդ կա ինձ հասկանում։ Քեզ եմ ման գալիս։ Սա որ իմ գործ է դա, իմ խոսածները մեր ժողովրդի մեջ տարածում։ Շնորհակալ եմ, շատ բարձր։ Բայց մեկը մեր ժողովուրդը մի քիչ լոդը սովորել է, լոդը սովորել։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել աշխատանքային քննարկում նվիրված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը, ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենու Ապայանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով։ Այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական եւ ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկել են նաեւ 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության եւ աճի պլանի ներքո 2025-27 թվականների համար նախատեսվող միջոցառումների մշակման աշխատանքների հետ կապված հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանի կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ են քվեարկել, իսկ երկրորդ ընթերցմանը կողմ են քվեարկելու։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի, վարչության սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ ու վարձատրության գործակիցներ։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների պաշտոնների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ մանրամասն քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի քանի որ նիստը հրապարակային էր, մի հարցի շուրջ էր ուզում որ պարզաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե նայեք իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ հանրապես զինված ուժերում շփումների զինծառայողների շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաեւ մի քանի մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամով։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք Հորիզոնը։ Մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում խոցվել են դեպի Մոսկվա թռչող 4 անօդաչու սարքեր։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ զոհեր չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Մոսկվայի մարզում խոցված 4 անօդաչուներից բացի 17 ԱԹՍ է խոցվել Բրյանսկի եւ ևս 5-ը Կալուգայի մարզերում։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի աշխատանքում սահմանափակումներ են մտցվել։ Ուկրաինան չի մեկնաբանել ռուսական կողմի մեղադրանքները։ Միջազգային մյուս լուրերը ներկայացնում ենք տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի իշխանավարման 25-ամյակի առթիվ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ֆիլմում լրագրողի հարցին, թե կա արդյոք միջուկային սրացման վտանգ, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, թե Ռուսաստանը բավարար ուժ եւ ռեսուրսներ ունի Ուկրաինայում սկսած պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Նա հույս է հայտնել, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ Դրանք ուզում էին մեզ սադրել, որպեսզի մենք սխալներ թույլ տանք, ասել է Պուտինը, հավելելով. այդ զենքեր կիրառելու անհրաժեշտություն չի եղել եւ հուսով չի լինի։ Պուտինը նշել է, որ չնայած այն ողբերգությանը, որն ապրում են այսօր, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է եւ միայն ժամանակի հարց է։ Նախագահի խոսքով Ռուսաստանը բավականաչափ ուժ եւ ռեսուրսներ ունի 2022 թվականին սկսվածը հասցնելու իր տրամաբանական ավարտին, այն արդյունքով, որն անհրաժեշտ է Մոսկվային։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Իսրայելի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանին Եմենի հութիների կողմից հասցված հարվածներին, հավելելով, որ Իրանը նույնպես կբախվի հարվածի հետևանքների հետ։ Հիշեցնենք, որ 3 Եմենի հութիների խմբավորման կողմից արձակված բալիստիկ հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտ տարածքին, վնասելով ճանապարհը։ Հարվածի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը, հայտնել է Ալ Ջազիրան։ Իսրայելական լրատվական միջոցները հաղորդել են, որ ամերիկյան արտադրության ԹՀԱՏ առաջադեմ համակարգը եւ իսրայելական հեռահար ՌՈ պաշտպանական համակարգը չեն կարողացել խոցել հրթիռը։ Հետաքննություն է ընթանում։ Ըստ իսրայելական կողմի հարվածից տուժել է 8 մարդ։ Եմենի Անսար Ալլա Զինյալ խմբավորումը կիրակի երեկոյան հայտարարել է Իսրայելի օդային համապարփակ շրջափակման մասին՝ ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման քրեական պետության որոշման։ Իրանը Ղասեմ Բասիր անվանումով նոր բալիստիկ հրթիռ է արձակել, որի հեռահարությունը 1200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։ Նա սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։ Վերջապես, օգտագործելով ճշմարիտ խոստում 1 եւ ճշմարիտ խոստում 2 գործողությունների փորձը, մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռ։ Այս հրթիռը շատերի մեջ գտնում է հենց կոնկրետ թիրախը եւ խոցում այն առանց նույնիսկ 1 մետր եւ առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման, ասել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Հիշեցնենք, որ ճշմարիտ խոստում 1 եւ ճշմարիտ խոստում 2-ը Իսրայելի դեմ Թեհրանի իրականացրած գործողություններն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է նախագահական 3-րդ ժամկետում առաջադրվելու մասին տարածվող տեղեկությունները։ NBC-ին տված հարցազրույցում նա թվարկել է մի քանի հնարավոր իրավահաջորդների մասին։ Հարցին, թե հաջորդ ընտրություններում հանրապետական կուսակցությունից ով կարող է առաջադրվել, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփը պատասխանել է, որ կան 10-ից 15 հոգի որպես իր հնարավոր իրավահաջորդներ, նշելով փոխնախագահ J.D. Vance-ին կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ տնտեսությունը կարող է շարունակել անկումը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. ամեն ինչ հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մենք կունենանք մեր երկրի պատմության լավագույն տնտեսությունը։ Թրամփը նաև փորձել է մեղմել մտավախությունները, որ ամերիկացիները պետք է պատրաստվեն խանութներում ապրանքների պակասի, քանի որ առևտրային պատերազմը շարունակվում է։ Ոչ, ես դա չեմ ասում, ես պարզապես ասում եմ, որ ձեզ հարկավոր չէ գնել 30 տիկնիկ, դուք կարող եք գնել 3-ը, ձեզ հարկավոր չէ ունենալ 250 մատիտ, դուք կարող եք վերցնել 5-ը, ասել է նա։ Ռումինիայում երեկ կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական դաշինք հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը, հավաքելով ձայների 41%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմեոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը եւ աճկենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիր Նիկուսոր Դենը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։ Ընտրությունների հաղթողը կորոշի երկրորդ փուլում, քանի որ տեխնացուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։ 38-ամյա Սիմեոնը գովաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրում է նրա նկարներով բեյսբոլի գլխարկներ եւ հայտարարում, որ իր կուսակցությունը հանրապետական կուսակցության դաշնակիցն է։ Սիմեոնը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը, քաղաքական գործչին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա։ Նրան նաև արգելված է մուտք գործել Մոլդովա։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Ապրիլի տվյալներով Երևանում օդի աղտոտվածությունը եղել է լավի եւ չափավոր լավի միջակայքում։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային երկու շենքերում խնդրահարույց 5 ընտանիքներին քաղաքապետարանը առաջարկ ունի։ Գործակարգավարական այսօրվա խորհրդակցության մանրամասները ռեպորտաժում։ Երևանի քաղաքապետը նախ անդրադարձավ օրեր առաջ նոր վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Բռնության ցանկացած ձև մեզ համար անընդունելի է, ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Քաղաքապետն ասաց, որ ինքը դատավորի դեր չի ստանձնելու, հավելեց կա քրեական գործ, որի էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ խուլիգանության հոդվածով, անձինք ովքեր ներգրավված են եւ վարույթ է իրականացվում։ Նոր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետի հորդորով անդրադարձավ նշված միջադեպին։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Քաղաքապետն ընդգծեց, կարևոր է հաստատել թիմի վարքականոնը տեխնոլոգիաների շրջանում եւ տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերն էլ ավելի մեծ եռանդով են փորձելու նմանատիպ սադրանքներ իրականացնել, բայց չի նշանակում, որ իրենցից յուրաքանչյուրի որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ Մկան նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Քաղաքապետը դիմեց նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, անդրադառնալով նրա Տիգրան Տեր-Մարգարյանին սատարող հայտարարությանը։ Ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Ավինյանը հավելեց, Երևանի քաղաքապետը չի կարող զուտ կուսակցական տրամաբանությունից ելնի, մեկին սիրի, մյուսին ոչ։ Տարբեր պատճառներով մեկը կարող է դուրս գալ աշխատանքից, այլ մեկը ընդունվել։ Հաջորդ թիվ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արյանն ասաց, որ Երևանի փոքր կենտրոնում էլեկտրամատակարարման անջատումները կբացառվեն։ Հեցի ներդրումային ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի 111 փողոցում տեղադրել 123 կիլոմետր մալուխ, 8500 բաժանորդի համար էլ նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ նոր ջրագծեր եւ ջրաչափական հանգույցներ կառուցել։ Պարոն քաղաքապետ, ընտրված է մասնավոր սեկտորը։ Եվ կարծում եմ ընտրությունը ձեր համաձայնությամբ ճիշտ է արված, որտեղ ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է, ցանցը քայքայված է այստեղ եւ ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է։ Երևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, ինչը Արյանի խոսքով լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է, եւ ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքն ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման ամբողջ ծավալը։ Նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր 224 աստիճանահարթակներով եւ հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում։ Երեխաների համար կառուցվել է խաղահարապարակ, շների համար առանձնացվել նախատեսված տարածք։ Այգում անցկացվել են ոռոգման համակարգ եւ արտաքին լուսավորության ցանց։ Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, այս 3 տարվա ընթացքում այս ծավալի աշխատանքներ երամյա այս քաղաքապետարանի աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ։ Զեկուցվեց, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային երկու շենքերում խնդրահարույց 5 ընտանիք կա, որոնց հարցը դեռ լուծված չէ։ 60 ընտանիք 4-րդ կարգի վթարային երկու շենքերից արդեն իսկ տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան կամ ստացել է բնակարանի գնման վկայական։ Հանրակացարանային շենքերի 18 քառակուսի մետր տարածքի դիմաց քաղաքապետարանն առաջարկում է 1 սենյականոց բնակարան։ 5 ընտանիք չի ընդունում այդ առաջարկը։ Միգուցե պետքա չտալ այդ մարդուն ոչ մի բան։ Իսկ պետքա միգուցե ինչի ենք տենց շատ մեր կյանքը բարդացնում։ Եկեք հասկանանք, որ հատվածներն, հա,
Սա մեր բարի կամքի դրսևորում է։ Քաղաքապետը նաև կարգադրեց, որտեղից բնակիչները դուրս են եկել, ազատել են բնակարանները, այնտեղ պետք է քանդել։ Կգնաք կպլոմբեք են մյուսները, կպլոմբեք, որևէ մեկ չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Առաջարկվում է բանակցային եղանակով ևս մեկ անգամ փորձել բնակիչների հետ հարցերը կարգավորել։ Այլընտրանքի բացակայության դեպքում Երևանի քաղաքապետարանը հանդես կգա գերակա շահի նախաձեռնությամբ։ Տիգրան Ուղակիմյան, Հորիզոն։ Այս տարի Հայաստանում նախատեսվում է կիրառել ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով պատվաստումները կստանան նախազորակոչային եւ զորակոչային տարիքային խմբում գտնվող անձինք, ինչպես նաեւ 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաները։ Տնօրենը նշել է նաեւ, որ ծրագիրը մշակվել է համաճարակաբանական տվյալների եւ առողջապահական ռազմավարության հիման վրա, նպատակ ունենալով նվազեցնել վարակելիության ռիսկը եւ կանխել հնարավոր բռնկումները։ Երբևէ մտածել եք, որ առաջին պատվաստանյութերն ի հայտ են եկել մոտ 230 տարի առաջ, սակայն մինչ օրս պատվաստումների շուրջ չդադարող քննարկումները հասարակության մեջ շարունակում են տարակարծություն առաջացնել։ Գլխավոր հարցն է, արդյոք պատվաստումները վտանգավոր են թե ոչ։ Հենց այս կասկածն է, որ միլիոնավոր մարդկանց ետ է պահում կանխարգելիչ պատվաստումներից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով անհրաժեշտ է ամրապնդել առողջապահական հաստատությունների եւ հասարակության միջև երկխոսությունը, քաղաքացիներին գիտելիքներով զինելու եւ նրանց իրազեկված ընտրությունը ապահովելու համար։ Նա ընդգծում է, որ միայն տեղեկատվության հասանելիությունն ու վստահության մթնոլորտը կարող են նպաստել պատվաստումների թվի աճին։ Համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ բավականին հետընթաց է նկատվում նման վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով, ինչպիսիք են եղել կարմրուկը, կարմրախտը, ներկայումս մարդիկ, չեմ ուզում շատ կտրուկ տերմիններ օգտագործեմ, բայց կարծես թե մոռացել են դրանց ողջ բացասական ազդեցությունը, որոնք կարող են ունենալ բարդությունները ընդհուպ մինչև մահվան դեպքեր, եւ բնականաբար մեր առաքելությունը կայանում է նրանում, որ մշտապես զգոն եւ իրազեկ պահենք մեր հասարակությանը, որպեսզի շարունակվի այն ձեռքբերումը, որը մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, այսինքն այն ինչ որ մենք հիմա ունենք, բարձր պատվաստումային մակարդակ, դա տարիների աշխատանք է, որը պետք է պահպանել, հակառակ դեպքում հետընթացի դեպքում կրկնակի առաջընթացը շատ ավելի դժվար է լինելու։ Նախքան որևէ երկրի պատվաստանյութ երկրի տարածքում կիրառելը իրականացվում է որոշակի վերլուծություն, հաշվի առնելով տվյալ հիվանդության տարածվածության մակարդակը, ախտորոշված դեպքերի թիվը եւ համաճարակաբանական իրավիճակը։ Տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութի ներդրումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, անցկացնելով մի շարք անվտանգության եւ արդյունավետության փորձարկումներ։ Մենք նույնպես մեր ներկա վիճակագրությունը ուսումնասիրելով նախարարությունը եկել այն եզրակացություն, այո, սա կարևոր է եւ դեռևս նախորդ հիմնական կանխարգելման ազգային ծրագիրը հաստատելիս նախատեսվել է, որ ջրծաղիկի պատվաստանյութը պետք է ներդրվի։ Ցանկանում նշել, որ այն ներդրվեց 25 թվականից եւ բավականին հարթ ընթանում է, ու ակնկալում ենք արդեն առաջիկայում կտրուկ նվազում հիվանդացության։ Ներկայումս 23 պատվաստումը հասանելի է 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաների եւ նախազորակոչ եւ զորակոչային տարիքի անձանց համար։ Պատվաստումների կարևորությանն անդրադարձավ նաեւ Հայաստանում առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթ Դատան, ընդգծելով կանխարգելման անգնահատելի դերը։ Նրա խոսքով շատերը երբեք չեն իմանա, թե ինչ է պոլիմերիտը, եւ հենց այդ պատճառով իրենց նպատակն է ապահովել, որ ոչ ոք այլևս չտառապի այս ծանր եւ վտանգավոր հիվանդությամբ։ Թող այն մնա միայն պատմության էջերում, շեշտեց դոկտոր Դատան։ Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից եւ այլ վարակիչ հիվանդություններից պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ իրավունք։ Պատվաստման ծրագիրը ընդհանուր պատասխանատվություն է եւ հենց դա է պատճառը, որ մենք այստեղ ենք, որոշակի չափանիշներ եւ պատասխանատվության վերահսկողություն սահմանելու համար։ Հայաստանում 1 տարեկանների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ Ստեփան Աթոյանի խոսքով այսօր մեր երկրում իրականացվում են պատվաստումներ 20 տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ, ապահովելով բնակչության լայնածավալ պաշտպանությունը։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ Վանաձոր Ալավերդի մայրուղային գազատարի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 9-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21-ը կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Այգեհատ Դանուշավան, Պոձուն, Ամոճ, Կարմիրաղեկ, Լորուտ, Մարզ, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարդ, Ծաթեր, Քարինչ, Չկալով, Դեբետ, Զորագետավան բնակավայրերի գազասպառողների, Թուֆենկյան հոսպիտալիթի ընկերության հյուրանոցային համալիրի, Քուաֆ Ամարտ կենտրոնի, Սարգիս, Զաղիձոր ընկերությունների ԱԳԼՃԿ-ների նշված բնակավայրում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։